մարդիկ պետք է հասկանան, տիրապետեն, դադար չխոսեն, մարդկանց մասին մտածեն։ Մինչ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր քարոզարշավով Գեղարքունիքի մարզում էր, Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց Վանաձորում ԲՀԿ-ի օգտին ենթադրյալ ընտրակաշարք են բաժանել։ Կոմիտեն քրեական գործ է հարուցել, կան նաև ձերբակալվածներ։ Ավելի վաղ նույն հոդվածով գործեր էին հարուցվել Բարգավաճի Շիրակի ու Տավուշի գրասենյակների դեմ։ Ծառուկյանն իրավապահներին այսօր չարձագանքեց, բայց ինքն էլ իր հերթին ճնշումներից ու հետապնդումներից խոսեց առանց հստակեցումների։ Պարտադրելով, որով չկա գործից կա, այ ժողովուրդ ջան, դուք ինչ մարդա, դուք տեղաք պայեք, մարդիկ վախում են գան, գործից անեն, վրեն ատ գրեն, երեխուն են, ծավը տանեմ, զետ երկիր կարավարին չիլեն։ Ասելու բան ունենք, ելեք ներկացեք։ ԲՀԿ առաջնորդը պնդում է իշխանությունը չի արդարացրել ընտրողների սպասելիքները, նա կրկին կասկածի տակ դրեց Փաշինյանի հիմնական թեզերից մեկը, որ հայ-ադրբեջանական խաղաղությունն այլևս իրողություն է։ Մի հատ նշան են սարքեն, քարտեզ, դուք կպցնելու, հա ինչ էտ նոր եք հայտնաբեր է Հայաստանը, մասնատելով, բաժանելով, ամբողջ ասենք թե տարածաշրջանի բարդությունների վրա, ադրբեջանցիները բազաներ են սարքում, իրենք զորքերը նակետերը դրել են, մտել են մեր հողերը, հետ չի գնում, գյուղացի չի կարում, իրա տարածքը գնա մշակի, ասում են խաղաղություն ենք բերել, խաղաղություն բերել են ժողովուրդ ջան, էլի եմ ասել, թող ցույց տան թուղթը, ստորագրած, փեչատած, իրա եւ Ալևի, որ այսօրվանից խաղաղությունն է, ոչ թե մեկ իրավունք չունի, ոչ սահման խախտելու, ոչ կրակելու, ես էլ ասեմ ապրեք, ճիշտ եք ասում, ժողովուրդ ջան, սա բանավոր պայմանավորվածություն է, հիմնական խնդիրը Ադրբեջանի ախորժակը շատ մեծ է։ Վարչապետը մինչդեռ որպես ապացույց պարբերաբար հիշեցնում է Վաշինգտոնյան պայմանավորվածությունից հետո սահմանին գեթ 1 կրակոց չի հնչել, ոչ մի զինվոր չի զոհվել ադրբեջանցու կրակոցից։ Թեև իշխանությունը կտրականապես հերքում է 300,000 ադրբեջանցիների Հայաստան վերադարձի վերաբերյալ պնդումները, արտգործնախարարն անգամ սա համարել է հիվանդ երևակայության արդյունք, Ծառուկյանն այսօր կրկին անդրադարձավ թեմային։ Ասում են, որ 300,000 ադրբեջանցի գալա Կարավաճա, չկա այդպիսի բան, եղբայր բաց է, 2025 թվական դեկտեմբերի 5, Ալևի ասացը, այո, պետք է ադրբեջանցիները գան, բնակվեն, տանկերով չեն գալու են ավտոբուսներով, բայց նեղացեցիք, այսինքն զորք հավերելու դնի։ Բելարուսի ու Ռուսաստանի հետ սերտ կապերով հայտնի գործարարը իշխանությանը կոչ արեց չսրել հարաբերությունները Մոսկվայի հետ, ընդգծելով արտահանման խնդիրները։ Ծառուկյանի ընկերություններից մի քանիսը զբաղվում են բանջարեղենի եւ ալկոհոլային խմիչքների արտահանմամբ դեպի ռուսական շուկա։ Այսօր արդեն մարդիկ իրենց մշակած ապրանքները չեն կարողանում տանել, չեն կարող վաճառել։ Դեռ իրենց աշխատողների գումարները տալիս են, բայց այդ սեփականատերը վարկավ է գալը, ծախսալ է, կլուպնիկացան է, վարունկա, պամիդորա, ծաղիկա, հագել են, կոնյակա, որ չեն կարմանեն, ինչ են անելու, Եվրոպայում են վաճառելու։ Թող իրագլիկ կյանքում փորձել են, մի մեքենա Եվրոպա արտահանել, վաճառեն նորացեն։ Ծառուկյանը գեղարքունիքցիներին հորդորեց օգնության տարբեր խնդրանքներով հունիսի 7-ից հետո իրեն դիմել։ Հիշեցրեց, թե չէ դրական խոստումն անգամ ընտրակաշարք կհամարվի։ Վստահեցրեց Հիսուսի արձանի եւ Նոյան տապանի կառուցման ծրագրերն ավարտի, աշխարհի 4 ծայրերից զբոսաշրջիկներ կգան ու միլիոններ կծախսեն Հայաստանում։ Մարտունեցի մի տարեց տղամարդ Ծառուկյանին Դավիթ Բեկի հետ համեմատեց ու Այո, դուք մեծ խաչապաշտ եք, այդ խաչը զոր լինի կամագին է դու մեր ժողովրդի, որ ախտենք։ Փաշինյանն իր քարոզարշավի ընթացքում խոստացել է Ծառուկյանի առանձնատունը ծերերի խնամքի կենտրոն դարձնել, իսկ Արարատ ցեմենտ գործարանը պետությանը վերադարձնել։ Նրա դստեր Ռոզա Ծառուկյանի եւ վերջինիս ամուսնու Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի առանձնատունն արդեն բռնագանձվել ու պետությանն է փոխանցվել։ 1900 քառակուսի մետրանոց առանձնատան պահպանության համար, սակայն կառավարությունը 7 միլիոն դրամ կծախսի։ Հանուն ունեցվածքի չեմ կարող հայրենիքս դավաճանել։ Ծառուկյանի երեկվա արձագանքն է իր ու ընտանիքի ունեցվածքը պետականացնելու վերաբերյալ հնչած քննարկումներին եւ հարուցված քրեական գործերին։